Պուտինը սերիական դավաճան է։ Պուտինի ստորագրությունը, առավել եւս Ռուսաստանի Դաշնության ստորագրությունը, ոչինչ չարժի Պուտինի համար։ Բուդապեշտի մեմորանդում, Հայաստանի հետ պայմանագրեր, խաղաղապահ ուժեր, չարաբաստիկ զումով ստորագրություն, որ ինքը ասել է ցենտրը, բան, հա, Արցախ, այսինքն ակնհայտ է։ Ինչի համար է պետք Ռուսաստանի միջնորդությունը, որովհետև Ռուսաստանը ուզում է վերադառնալ միջազգային դաշտ, իրան մեծ հաշվով բոլորը թքած ունեն իր վրա, բոլորը գիտեն, որ ինքը ռազմական հանցագործ է, murderer, serial killer։ Ինչ ասում են, այսինքն մարդասպան, իրականում հոդվածը ռազմական հանցագործությունների երեխաների փախցնելու եւ բանի համար, այսինքն դա ակնհայտ է, որ մարդը հանցագործ է։ Որպեսզի ինքը վերադառնա միջազգային հարաբերություններ, իրան շուտ տես բաներ գործողություններ պետք են։ Միևնույն ժամանակ ինքը ուզում է ցույց տա այսպես կոչված գլոբալ հարավի, որը իր այդ մղձավանջային այդ ուղեղում ստեղծված է, այդ բունկերում երևի ինչ որ բան են կլեյա շնչում, ինչ անում։ Իրան թվում է թե գոյություն ունի գլոբալ հարավ, այդ BRICS, որի ղեկավարը ինքն է։ Դրա համար ինքը տենց ասում է, գիտես ինչ կա, էս իմն է, ես միջնորդ կլնեմ, դուք խոսակ։ Իրականում Իրանում իրան թոփալ շանտեղ չեն դնում։ Մոտավորապես այդպես։ Իրանը շատ լավ հասկանում է, ով է դավաճանը, ով է ինչ արել, ով է իրան ոնց դրսևորել, եւ Իրանի համար ընդունելի տարբերակը այդ քննարկման Շվեյցարիան է եւ այդ խոսակցությունները գնում են։ Ինչի է Տրամպը, ինչի է այս հարցը առաջացել, ինչի է Տրամպը խառնվում իրար, ինչի է Վենսը գոռում, որ պատահական երկրներ նկատի ունենալու Ֆրանսիային եւ Անգլիային հազար ներողությունները ով եք դուք եղել առանց Անգլիայի եւ ընթացքում պատերազմներ չի սուտ են խոսում Ֆրանսիան էլ Անգլիան էլ մասնակցել են ամենասկզբից 5-րդ հոդվածը ՆԱՏՕ-ի աշխատել է միայն Ամերիկայի համար հենց դրա համար Վենսին համարում են կլոուն եւ ծնողապիղծ հայհոյանքներ են տալիս Իրանի հարցը որն է հիմա Իրանը ինչ է ինքը ուզում շատ կարեւոր է Վենսը գոռում է նրա մասին, որ ասում է դուք մենակ Ամերիկայի նախագահի հետ կարաք այս հարցը լուծեք։ Մենակ մենք ենք, որ Ուկրաինայի հարցը կարանք լուծենք։ Իրականում ոչ։ Ասեմ այդ հա, մի հատ էլ գերսուտ Տրամպը կոնգրեսում ասում է Զելենսկին ինձ նամակ է ուղարկել, send me a letter։ Նագլի սուտ է խոսում, որովհետև Զելենսկին ոչ մի նամակ չի ուղարկել։ Զելենսկին իր բոլոր social սոցիալական ցանցերի account-ներով այդ տարածել է։ Բաց նամակ, հա? Դա բաց նամակ չի Զելենսկին հայտարարություն է արել։ Հայտարարություն է արել։ Տրամպին, քանի որ ինքը մղձավանջային ուղեղ ունի, ինքը ինչի էր նեղացել։ Դե ասում դու you ever have a suit։ Բան ունեք, բաճկոն ունեք, կոստյում ունեք։ Ունեմ քո համար չի։ Ունեմ թաղմանդ կհակնեմ։ Զելենսկու տեղը ես տենց կպատասխանեի, ճիշտ է ինքը շատ կուլտուրական բան արեց։ Ունեմ թողել եմ մամայիդ ննջարանում։ Ուղղակի վրազեի թողեցի այնտեղ։ Չէ, բայց դրան տենց է պետք պատասխանել, որովհետև նմանատիպ մագա ակտիվիստներ, որոնք ժողովրդավարության, քաղաքավարության, զարգացման, կրթական այդ ամբողջ բանը, որ այդ պոլիտեսը բանը իրանք օգտագործում են, դրան վերաբերվում են որպես թուլություն եւ բոլոր հնարավորությունները օգտագործում են, որ նվաստացնեն քեզ, ենթադրելով, որ դու քաղաքավարությունից ելնելով չես ասի, բայց ոնց որ դու հասարակած տանն ես մեծացել։ Իրանց այտենց է պետք պատասխանել, թե չէ այն մարդիկ ովքեր իրանց ձայն են տալի, համարում են, այտես ուժեղ տղա է, այտես Զելենսկուն ասեց կոստյում չունես, այն էլ սենց սուսփուս բան արեց, չէ, այտենց չի, դու պետք է աշխատես այնց, որ դրա ընտրողը, ասի ախպեր, բայց սպասի, Զելենսկին ոնց որ ավելի լավ տղա է կանցեսի։ Դրա համար ինձ մեկ-մեկ հարցնում են կոպիտ ես, լավ եմ անում կոպիտ եմ, որովհետև մենակ այտենց է պետք պատասխանել, երբ որ քո քաղաքավարությունը, ինչ որ անասուն օգտագործում է որպես կոդեմ գործիք, որովհետև ինքը հետո գնում է ընտրողներին այդ կտորն է ցույց տալի։ Ինչ են անում մագաները։ Մագաները հիմա ցույց են տալի, տեսեք Տրամպը բերեց Զելենսկուն իր կաբինետում կզծրեց։ Չնայած ամբողջ աշխարհը ասում ու դուք անասուն չեք, ես ինչ եք անում։ Բայց այդ ձայնը ոչ միտեղ չի լսվում։ Այն ում վրա որ պետք է ազդել իր էլեկտորալ հիմքը, այն մարդիկ ովքեր ասում են Տրամպը ճիշտ է, բան դրանց է պետք թուլացնել, այդ հիմքն է պետք Տրամպի տակից տանել,
Ոչ թե իրար մեջ նստենք կուլտուրական խոսանք գրադարանում, գիտեք դա այնպիսի անընդունելի արարք էր Վենսի կողմից, ով ոչ ինչ եք ասում, չէ ինչ ոչ ինչ եք ասում։ Գիտեք, ֆիլմեր կան, կոնկրետ մի ֆիլմ կա, որտեղ կանչում են, հրավիրում են, ասենք, գիտնականին, այդպես ինտելիգենտ մարդկանց եւ ծաղրում են։ Ես ձեզ ասեմ ինչ ֆիլմ, հա, ես ձեզ ասեմ ինչ ֆիլմ էին իրանք cosplay անում, որի մասին ոչ մեկ չի ուզում խոսա։ Դասական, իրոք դասական դա սկրին է։ Ինք ասում է դու եկել ես մոտս, բայց եկել ես առանց հարգանքի։ Պետք է ուսնացեցն։ The Godfather-ն։ Բայց դե պետք է հասկանալ։ Ացեք դուք պատկերացնում մարդը նստած է Oval Office-ում ու իրան ուզում է դնի The Godfather, այսինքն ինչ կնքահայրի տեղը, ինչ դեր ես խաղում։ Ինչ եք ուզում ցույց տա։ Ես գիտեմ խիա դա, որովհետև հասարակության մեջ, ամերիկյան հասարակության մեջ այդ թվում, ցանկացած հասարակության մեջ դա կա։ Ռուսաստանը այտենց եկավ Պուտինին։ Ինքը ուժեղ ձեռքի կարիք ունի։ Այդ ուժեղ ձեռքի կարիքը գոյություն ունի ինչ-որ sense տրիգերներ, որոնք աշխատացնում են։ Հիմա Տրամպին աշխատացրեցին այդ տրիգերը։ Մի մասը կերավ, ասեց ուժեղ տղա է։ Ինչ է ինքան, ինքը ստեղծում է էլեկտորալ 5-26 թվականի կոնգրեսի ընտրություններին, որտեղ հիմա իր առավելությունը շատ փոքր է։ Ու ինքը հիմա սոցիալական բաները կտրելու է։ Հետևաբար իրան նոր բան է պետք, իրան պետք է, որ իր կողմնակիցները ակտիվորեն գնան, իսկ իր կողմնակիցները ուզում են ուժեղ ձեռք։ Արդյոք իսկապես Միացյալ Նահանգները Իրանի հետ իրենց հարաբերություններում ունեն Ռուսաստանի կարիքը եւ ընդհանրապես Ռուսաստան եւ Միացյալ Նահանգներ դա արդեն ձևավորվում է մեկ ճամբար, որտեղ Միացյալ Նահանգները կախված են Ռուսաստանից։ Այո, միանշանակ։ Եվ իրանք արագ-արագ սանում են, որտեվ իրանք արագ-արագ է պետք, որտեվ Գազայի տարբերակը չի ստացվում։ Գազան չի ստացվում։ Այսօրվա հիստերիկացած իր տվիտերը Տրամպին չի մասն են խոսում։ Պուտինին եւ Տրամպին խիստ անհրաժեշտ է շատ արագ այս հարցերը լուծել, ինչու, որտեվ իրականում եթե ամերիկյան օգնությունը շարունակվեր նույնիսկ այնքի ծավալներով, որը կար, եւ այս խոսակցությունը մնար օդում, ինչի կասեցվեց օգնությունը, Ռուսաստանը սպառվում է ավելի շուտ, քան ուկրաինական կողմը, որտեղ ուկրաինական կողմին աջակցում է համ Եվրոպան, համ Ամերիկան աջակցում էր, հիմա Եվրոպայի աջակցությամբ առնվազն Ուկրաինան թույլ չի քան Ռուսաստանը, բայց մինչև ուժեղանա ժամանակ կտանի, բայց Ամերիկա պլյուս Եվրոպա օգնությամբ Ուկրաինան ավելի ուժեղ էր։ Եվ խնդիրը գալիս էր կանգնել մենակ նրան, թե երբ Ուկրաինան կկուտակի բավական ուժեր, որպեսզի առանձին ուղղություններով Բայց Ամերիկան դուրս է գալիս այդ։ Ամերիկան դուրս է գալիս։ Հիմա Ուկրաինան բավականաչափ թույլ չի, որպեսզի իրանք կոտրեն։ Ինչի է կատաղությունը Վենսը արտաբերում եւ Եվրամիության, Մեծ Բրիտանիայի եւ մնացածի դեմ, որտեղ իրանք թույլ չեն տալի, որ Ուկրաինան կոտրվի, որտեղ Մակրոնը կանգնում, ասում է Ուկրաինան չի կարա պարտվի, որ խաղաղությունը պետք է լինի ի օգուտ, որտեղ Մակրոնը վերցրել է առաջնորդությունը, իսկ նրանք չեն կարողանում Մակրոնի վրա։ Վենսը ասում է Միացյալ Նահանգների տնտեսական աջակցությունն է Ուկրաինային։ Վենսը շատ բան ասում։ Դե ինչ որ բաներ ասում է, բայց Վենսի ասածը կապ չունի, ինքը ասում է մենակ Ամերիկայի նախագահան կարա այս հարցերուց։ Այդ է իմաստը, որտեղ իր ընտրողին է պետք ցույց տա։ Գազան ասեց ես 2 միլիոնին կհանեմ, կվռնդեմ, կտանեմ, չգիտեմ, Եգիպտոս կտանեմ, Սաուդյան Արաբիան եւ Արաբական լիգան 24 ժամ չի անցել, որ հայտարարել են, որ մենք հակադարձ պլան ունենք։ Մենք համաձայն չենք այդ պլանի։